Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Շնորհակալ եմ մեծ լինելու համար։ Համեցեք։ Հիմալան ինչ է կարծում հաջողության ճանապարհի մեկնարկային քայլը ո՞րն է։ Առաջինը կարծում եմ սիրել այն գործը, այն ճանապարհը, այն ոլորտը, որտեղ որ որոշել ես կայանաս, ասենք քո մասնագիտությունը, քո գործը սիրել։ Եվ իհարկե ունենալ համբերություն, համբերատար լինել, բնականաբար խոչընդոտները ճանապարհին առաջանում դժվարություններ, միայն համբերություն ունենալու դեպքում կարող ես դրանք հաղթահարել։ Իսկ մեծ հաջողություններն առանց մեծ խոչընդոտների հնարավոր է լինում է։ Չեմ կարծում, գրեթե վստահ եմ, որ ոչ։ Հաջողության ձեր անցած ճանապարհով կկիսվեք այսօր մեզ հետ։ Սիրով։ Համեցեք։ Գուցե շատերի համար մարդու աչքը թվա մի պարզ օրգան, իսկ իրականում աչքը կատարում է 7 կարևոր գործառույթ՝ ինֆորմացիան մարդու ուղեղ տեղափոխելու ճանապարհին։ Ըստ վիճակագրության աշխարհում մոտ 39 միլիոն մարդ զրկված է արևի լույսը տեսնելու անփոխարինելի զգացողությունից, իսկ թանկը տեսողությունը պահել ու պահպանելը, վերականգնելը մենք վստահում ենք մասնագետներին։ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալայանի հետ ենք զրուցելու անցած ճանապարհի, հաջողության ճանապարհի մասին։ Շնորհակալ եմ Տիկին Մալայան մեզ ժամանակ հատկացնելու համար։ Աշխատանքային հաջողության ճանապարհի մեկնարկը կարող ենք ասել, որ Ավագյան բժշկական կենտրոնում տրվեց, թե հենց այն ժամանակ, երբ որոշեցիք պիտի այս փառահեղ ճանապարհն անցնեք։ Որոշումը դառնալ բժիշկ եղել է ինձ մոտ անկասկած, այսինքն երբեք չեմ մտածել արդյոք դառնալ բժշկուհի, թե մեկ ուրիշ մասնագիտություն ընտրել, չնայած որ բժիշկների ընտանիքում մեծացած երեխա էի, բայց երբեք ծնողներս չեն ուղղորդել, ինչ որ մի մասնագիտություն ընտրել, իրոք դա ինձ մեջ մի տեսակ երևի թե գենետիկորեն փոխանցվեց, իրոք սիրում է այդ մասնագիտությունը, շատ սիրում է, որ ծնողներս քննարկում են, այդ բժշկությունը, մայրս թերապևտ էր, հայրս գիտեք ակնաբուժ եւ չէի հասկանում ինչի մասին է խոսքը, բայց կլանված լսում էի իրանց քննարկումները, իրանց զրույցները եւ միշտ ինձ մոտ վստահ էի, որ երբ որ կավարտեմ համալսարանը բժշկական, ես միանշանակ կգնամ աշխատելու պապիկի ստեղծած հիվանդանոցում, որի կոլեկտիվը եղել է ինձ շատ հարազատ եւ չէի պատկերացնում, որ կստացվի այնպես, որ բացարձակ ինձ համար անծանոթ միջավայրում կսկսեմ աշխատել, բայց այդպես էլ ստացվեց եւ հիմա շատ ուրախ եմ, որ դա այդպես ստացվեց, որովհետեւ իրոք առաջի քայլերը արեցի, կարելի ասել, մենակ։ Եվ դա շատ կոփվելու ճանապարհ էր իրոք ինձ համար, շատ շնորհակալ եմ այդ կոլեկտիվից, մինչ այսօր մենք կապ ունենք, շփվում ենք եւ դա էլ դառավ ինձ համար մի հարազատ օջախ։ Այո, սկսեցի իմ քայլերը Ավագյան կենտրոնում, երբ որ Հայաստան բերվեց առաջի էքսիմեր լազերային սարքավորումը եւ այստեղ էլ սկսեցինք մի ճյուղ զարգացնել ակնաբուժության մեջ, որը որ չկար։ Բավականին երկար, մոտ երևի 2-3 տարի պետք էր, որպեսզի մեր ժողովուրդը Հայաստանում վստահեն
այդ վիրահատության տեսակը կատարել Հայաստանում, որտեղ շատ-շատերը գնում էին դուրս, Ռուսաստան, Եվրոպա եւ այլն, Պարքաստու ոնց որ դե ստացվեց։ Այո, մենք իհարկե կխոսենք այն բոլոր ձեռքբերումների մասին, ինչի արդյունքում առաջինը Հայաստանում ձեր միջոցով, ձեր շնորհիվ իրականացնում են վիրահատություններ, բայց մինչ այդ ես կուզեմ, որ մենք այդ անցած ճանապարհի մասին խոսենք։ Հաջողության հարթելու ճանապարհին վստահ եմ, որ խնդիրների ու խոչընդոտների պակաս չունեցաք։ Խոչընդոտներ իհարկե կար եւ երևի թե դա անցնում է ցանկացած երիտասարդ բժիշկ։ Գիտեք, բժշկությունը ունի այսպիսի մի սպეციფიკա, ոնց որ երևի թե պահը, որ երիտասարդ բժիշկ, բժշկուհի ու այցելուները շատ հաճախ չեն վստահում, մտածելով, որ դեռ փորձ չունի, դեռ երիտասարդ է, գիտելիքը թերի է կամ չգիտեմ, տարբեր, հա, մտածելակերպ կա ու ցանկացած բժիշկ պիտի այդ մենտալիտետը կոտրի, այսինքն կարողանա վստահություն, հա, ներշնչել այցելուին, լինելով երիտասարդ։ Այստեղ իհարկե շատ մեծ դեր է խաղում քո գործընկերների մասնակցությունը, ավագ գործընկերների եւ բնականաբար առանց իրենց խորհրդի, առանց իրենց դիմելու ինչ որ հարցի շուրջ կամ քննարկել տվյալ հիվանդությունը, բուժումը եւ այլն, ոչ մի բժիշկ չի կարող կայանալ։ Եվ էլի շեշտեմ, շնորհակալ եմ իմ, երևի թե բախտին, հա, որ ինձ մոտ երբեք չի եղել այդ խնդիրը, այսինքն կա նաև սենց մոտեցում, որ շատ հաճախ մեծերը չեն ուզում իրենց գիտելիքը փոխանցել երիտասարդին, այսպես շատ սեփականատիրոջ նման են մոտենում իրենց փորձին, ինձ մոտ այդպեսի խնդիր չեմ ունեցել։ Բացի իհարկե հայրիկից, հա, մնացած բոլորից ես ստացել եմ այդ խորհուրդները, սիրով ինձ տվել են իրենց փորձը, փոխանցել են իրենց փորձը։ Միշտ ինքը ասում էր, ես բոլորին ավելի շատ եմ սովորացրել, քան քեզ, քանի որ ստացվեց այնպես, որ իմ ճյուղը, հա, ակնաբուժության մեջ, ոնց ասած ինքը երևի թե միակ վիրահատությունն էր, տեսակն էր վիրահատության, որ ինքը չէր կատարում։ Իհարկե առաջի քայլերը վիրաբուժության մեջ պարոն Մալեյանից, այո։ Ձեզ հետ հարցազրույց անել եւ պարոն Մալեյանի մասին չխոսել չենք կարող ու երևի թե իրավունք էլ չունենք։ Ինքը շատերի համար է առաջին ուսուցիչ եղել, դե ինձ թվում է, որ ձեզ համար նաև պատվաբեր պիտի լինի եւ Մալեյան ազգանունը ինչպես պիտի օգներ, երբեմն նաև ինչու՞ չէ դժվարություններ պիտի առաջացներ, սխալվում եմ։ Շատ ճիշտ եք այն առումով, որ միանշանակ լինելով հայտնի մարդու զավակ, կապ չունի դա ինչ մասնագիտության մեջ է, հա, պարտականությունները շատ են եւ բնականաբար առաջինը դու ինքդ քեզ համար ես ուզում ապացուցել, որ կայանում ես եւ ոնց որ թե ստացվում է, հա, ոչ թե ապացուցել, այլ իրոք ինքդ քեզ համար հանգստություն է գալիս քեզ, հոգեպես, որ դու էլ կարող ես։ Այո, քո մոտ էլ է ստացվում եւ հայրս ինձ համար առաջի ու երևի այդ արտահայտությունը ուղղակի չի կարելի մոռանալ, արդեն բավականին տարիներ աշխատում է, երևի 10-15 տարվա մասին է խոսքը, երբ որ մի այցելու մտավ եւ ասեց դուք եք Մալայան Ելենայի հայրը։ Այդ օրը ինքը իրոք շատ հպարտ էր ու բնականաբար ես երջանիկ եմ, որ այդ զգացողությունը իր մեջ էլ։ Այո, ցանկացած ծնողի համար դա մեծ հպարտություն է։ Տիկին Մալեյան, ձեր անվան հետ են այսօր կապվում շատ բժշկական միջամտություններ, որոնք առաջին անգամ Հայաստանում իրականացվեցին։ Դա լազերային վիրահատություններն էր կարճատեսության, աստիգմատիզմի եւ հեռատեսության ժամանակ, որը մեծ զանգված, հա, երիտասարդության այդ խնդիրը ունեն եւ բավականին զարգացավ այդ ճյուղը ակնաբուժության մեջ Հայաստանում, այսօր մենք նույնիսկ
բազմաթիվ այցելուներ ունենք դրսից, որոնք հատուկ գալիս են, որպեսզի վիրահատվեն եւ ունենան լավ տեսողություն, ակնոցի եւ կոնտակտային ոսպնյակի կարիք չունենան։ Իրոք շատ արագ զարգացող ճյուղ է ակնաբուժության մեջ, սարքավորումները անընդհատ նորագույն եւ նորագույն են դառնում եւ շատ շնորհակալ վիրահատություն է, այսինքն որ տեսնում ես երիտասարդը տեսնում է եւ այդ երջանկությունը աչքերի, դա իհարկե ամենամեծ շնորհակալությունն է բժշկի համար։ Ես դա ուզում հարցնել, մրցանակների, պատվոգրերի պակաս այս 3 տասնամյակի ընթացքում չունեցաք։ Կսխալվեմ, եթե ասեմ, որ ամենամեծ շնորհակալությունը ուրախությամբ, հուզմունքով լցված աչքերն են, որոնք ձեզ են նայում։ Իսկ բժիշկ եւ բուժառու հարաբերությունները միշտ չէ որ սահմանափակվում են հենց հիվանդասենյակում։ Երբեմն այո, ստացվում է եւ ընկերություն, եւ մտերմություն, լինում է նույնիսկ որ մենք ենք դիմում մեր բուժառուների եւ որպես բժիշկ կամ մեկ ուրիշ մասնագիտության հետ կապված եւ այո բուժառուի հետ ունենալ կոնտակտ, հա, դա ամենամեծ գրավականն է բժշկության մեջ կայանալու առումով, որովհետև մեծ դեր է խաղում, թե ինչպես է զրուցում բուժառուի հետ։ Միշտ պիտի հասկանաս, որ մարդը, որը դիմել է քեզ, որպես բժիշկ, ինքը խնդիր ունի, առողջական եւ փորձես երևի թե պատկերացնես հակառակ, այսինքն ինչպես դու կուզեիր, որ քեզ հետ զրուցի բժիշկը։ Դա շատ կարևոր հատված է բժշկության մեջ, անկախ թե ինչ ոլորտի բժիշկ ես։ Դա իմ համոզմունքն է։ Տիկին Մանյան, մասնագիտական առաջին քայլերն Ավագյան բժշկական կենտրոնում տրվեց։ Այո։ Այնուհետև պիտի վերադառնայիք։ Այո, ես աշխատեցի Ավագյան կենտրոնում 2001 մինչև 2006 թվականը, որից հետո տեղափոխվեցի արդեն Մալայան կենտրոն։ Բաժանմունքը, որը դուք այսօր ղեկավարում եք, մասնագիտական մի գեղեցիկ թիմ է հավաքագրված։ Եթե խոսենք sense տեղերի մասին, երևի թե առաջի տեղում է։ Չի ստացվի աշխատել, հաջողակ աշխատանք առաջ գնալու, հա, միտումը եւ իրար հետ փոխհարաբերություններ ճիշտ ունենալ առանց այդ կոլեկտիվ երևույթը առանց դրա չի լինի։ Մասնագետների խնդիր ունենք այսօր։ Չունենք, իրոք բոլոր բաժանմունքները առաջատար մասնագետներ են աշխատում եւ անընդհատ վերապատրաստումներ, կոնֆերանսներ եւ գնալ եւ մենք ենք շատ հաճախ կազմակերպում եւ ունենք շատ լավ ապագա ունեցող երիտասարդներ, որոնց սիրով սովորացնում ենք, փոխանցում ենք մեր փորձը եւ կարծում եմ դա շատ կարեւոր է, որպեսզի գործը գնա առաջ, հա, եթե չես մեծացնում սերունդ, ապա կտրվում է այդ զարգացումը, որը որ անթույլատրելի է բժշկության մեջ։ Այո։ Անփոխարինելի աշխատանք է կառնում նաև այստեղ։ Դուք դասավանդում եք Երևանի Պետական բժշկական համալսարանում։ Գիտեք, ինչպես ուսանողների հետ աշխատելը ցանկացած դասախոսի համար դու նորից կրկնում ես որոշ բաներ, որը շատ հաճախ առօրյա կլինիկական աշխատանքի մեջ չես օգտագործում եւ ինքդ քեզ վրա ես աշխատում։ Իսկ երիտասարդների հետ աշխատելը դա մի ուրիշ աճույք է, հատկապես մեր հայ երիտասարդները իրոք շատ ճկուն են, շատ ձգտող են եւ սիրում են սովորել։ Սիրելով էլ դասավանդում ես այդ դեպքում։ Ստացվում է, պես որ հետագայում նաև հենց իրենցով եք համալրում մասնագետների շարքերը։ Այդպես էլ ստացվում է, այսինքն ավարտելուց հետո անցնում են արտինատուրայի կուրս 3 տարի եւ իհարկե շատ շատերը մնում են մեր հիվանդանոցում, այսինքն արդեն դառնում են բժիշկ։ Այո։ Սերգեյ Մալայանի անվան կլինիկայում նաև նորագույն սարքավորումների վրա է շատ մեծ ուշադրություն դարձվում։ Այ ժամանակակից բժշկությունից որքանով կարող ենք մենք ետ չմնալ
Եվ ինչ է արվում այսօր։ Այսօրվա դրությամբ մեր հիվանդանոցում չկա ինչ-որ մի գործողություն կամ վիրահատություն կամ սարքավորում, հա, որի պատճառով մենք թերանանք ինչ-որ աշխատանքի մեջ կամ ախտորոշման մեջ եւ չկա ինչ-որ մի հատված ակնաբուժության մեջ, որի պատճառով հիվանդը ստիպված լինի բուժումը կամ վիրահատությունը ստանալ դրսում։ Կարող ենք արդյոք ենթադրել, որ մեծ հաջողությունների յետևում նաև շատ մեծ երազանքներ են կանգնած։ Մեր նախնական զրույցից ես հասկացա, որ մեծ սերն ու նաև մեծ երազանքներ, որը ձեզ դրդեց այս ճանապարհն անցնել։ Երևի թե ուղղակի սիրել բժշկությունը եւ ոնց որ քիչ առաջ ասեցի, առանց հարազատների, առանց մեծերի, առանց գործընկերների գրեթե հնարավոր չի հասնել բարձրունքի։ Երևի թե իրոք սիրել է։ Ցանկացած աշխատանք կարծում եմ մարդը պետք է անի սիրելով, որ ստացվի։ Իսկ խոչընդոտները բնականաբար լինում են։ Խոչընդոտներից փշրվում եք, թե ավելի եք ուժեղանում։ Երևի թե ավելի շատ ուժեղանում ես։ Տիկին Մալյան, բժշկության մեջ հաճախ բժիշկները իրենց ավակներին փորձում են ձեռք պահել այդ դժվար, բարդ ճանապարհն ընտրելուց։ Ձեր դեպքում զավակների մասին խոսքը։ Իմ դեպքում էլ աղջիկս ընտրեց եւ երբեք ոչ հորդորում է, ոչ էլ ասում է չէ, երբեք բժիշկ չդառնաս։ Իր ընտրությունն էր եւ այսօր ինքը արդեն քայլեր անում վիրաբուժության մեջ եւ կարծում եմ հուսով եմ կստացվի։ Համագործակցություն։ Գիտեք, անկեղծ լինեմ, նրանպես հարազատների հետ համ շատ իհարկե դա երջանկություն է աշխատել, բայց նաեւ այո, բավականին էմոցիոնալ տեսակետից ոչ թե դժվար, այլ լարվածությունը արկա է եւ ես անցել եմ դա որպես զավակ, հա, երբ որ նոր էի դառնում բժիշկ եւ հայրիկիս հետ է աշխատում, հիմա մեր ոնց որ դերերը փոխվել է եւ շատ բան ես հիմա եմ գիտակցում, թե հայրս ինչի էր այդպես ասում կամ անում կամ վարվում, հա, որովհետեւ միշտ ծնողը ուզում է որ իր երեխան փայլի ամեն տեսակետից, հա, եւ երևի թե մի քիչ շատ ենք նկատողություն անում այդ պարագայում, բայց իհարկե ուրախալի պահերը շատ ավելի շատ են։ Տիկին Մալյան, վերապատրաստումների մասին չխոսեցինք։ Ես գիտեմ, որ դուք նաև մեծ ուշադրություն եք դարձնում միջազգային կոնֆերանսների մասնակցությանը, վերապատրաստում։ Փորձում ենք, այո, իհարկե մասնակցել, առանց վերապատրաստման չես կարող առաջ գնալ, չես կարող, գիտեք, բժշկությունը այսօրվա դրությամբ բավականին արագ է փոխվում։ Եթե վերցնենք տարիներ առաջ, հա, բավականին սենց սա էր բուժումը ու տարիներ շարունակ այդ բուժումը ընդունվում էր որպես դա է ու վերջ, հա։ Հիմա քանի որ Փառք Աստծո մենք ունենք հնարավորություն եւ կոնֆերանսներին եւ ընդհանրապես գիտելիք ստանալու ոնց որ դարպասները այնքան շատ են ու բաց են այսօրվա դրությամբ, որ առանց դրա իրոք չի լինել առաջինը կամ առաջատարը, դա անբաժան մասնիկա բժշկության մեջ։ Տիկին Մալյան, երբ պետք է դիմել մասնագետի, երբ ունենք խնդիր, թե ընդհանրապես բոլորին խորհուրդ ենք տալի պրոֆիլակտիկ տարի մեկ անգամ ստուգվել եւ այստեղ էլ կա բավականին մեծ քայլեր առաջ։ Մեր երիտասարդները արդեն ընդօրինակել են այդ մոտեցումը, հա, որը Եվրոպայում կար, Նահանգներում կար, մեր մոտ մի քիչ դա թերի էր միշտ։ Պրոֆիլակտիկ ստուգվելը դա կարելի ասել երաշխիք է, երբ որ խնդիրը նոր ես հայտնաբերում
եւ շատ խնդիրների ժամանակ կարող են կանգնեցնել process-ը, սահմանափակել, հա, հիվանդությունը չզարգանա, իսկ գանգատի դեպքում իհարկե միանշանակ պետքա դիմել մասնագետի։ Այո։ Եվ հատուկ վերաբերմունք հատկապես երեխաների։ Այսօր ցավոք սրտի հեռախոսներից, պլանշետներից կախվածությունը բավականին մեծ է եւ վտանգի առաջ է դնում։ Դժվար է պայքարել այդ ամեն ինչի հետ։ Մյուս կողմից հասկանում ես, որ այսօրվա կյանքը առանց դրա ուղղակի չի կարա լինի։ Դրա համար իհարկե դպրոցներում, մանկապարտեզներում պիտի կարոզվի, հա, որ այսպես չի կարելի, այսպես է պետք։ Եվ բնականաբար ծնողների գիտակից լինել է, որ դա այո, խաղացեք, բայց սահմանափակ կամ ինչ-որ ռեժիմավորված, շատ հիվանդություններն են սրվում այդ գաջետներից, հա, ոնց որ նույն կարճատեսությունը, նույն ողնաշարի խնդիրներ են ունենում երեխաները, քանի որ շատ նստակյաց է, հա, այսօրվա կյանքը։ Կարծում եմ, իրոք դա դպրոցական տարիքից մանկապարտեզներում դրա ուշադրություն տրվի։ Հիմա մասնագետն ինչ խորհուրդ է տալիս երեխաներին ու ծնողներին։ Տարի 1 ստուգվել։ Չսպասել գանգատ լինի։ Երեխաների համար հատուկ պայմաններ կան, չէ, որպեսզի ժպիտով մտնեն բժշկի սենյակ եւ նաեւ ժպիտով դուրս գան։ Որովհետեւ առաջին այցելությունը խիստ կարեւոր է, որ իրենք չվախենան։ Նրանից հետո այդպես է շարունակվում էր։ Անկեղծ ես երբ որ սովորում էի ակնաբուժ, արտենատուրայում էի, չկարողացա երկար մնալ մանկական բաժանմունքում։ Չգիտեմ, երևի դրանից էր որ աղջիկս փոքր էր ու անդադ պատկերացնում եմ, բա որ դու լինեիր այս ծնողի տեղը, բա որ քո երեխու մոտ տենց խնդիր լիներ, իրոք ինձ համար շատ ծանր էր այդ երեխեքի, ասած, խնդիրները տեսնելը, բայց իհարկե մանկաբույժները դրանք մեկ ուրիշ ասպարեզակն, այո, երևի թե հերոս են իրոք։ Այո, շատ։ Որտեվ եւ երեխայի հետ պիտի աշխատես եւ ծնողի։ Այստեղ բավականին մեծ համբերատարություն է պահանջում։ Տիկին Մանյան, մոտ 3 տասնամյակ դուք գրեթե ամեն օր մեծ հպարտությամբ ու շատ մեծ սիրով բացում եք վիրահատարանի դուռը։ Տարիների ընթացքում փոխվեց զգացողությունը։ Չի ասի, հակառակը, երբ որ արդեն դու կայացած ես լինում, այդ վստահությունը, այդ հոգեպես, հա, քեզ շատ ուժ է տալիս։ Միջազգային համագործակցությունների մասին ես կուզեմ որ խոսենք։ Կենտրոնը նաև միջազգային համագործակցություններ ունի դրսից մասնագետների հետ, այո։ Շատ որքանով եք կարևորում եւ այս առումով ինչ է արվում։ Կարևորությունը իհարկե շատ մեծ է, որովհետև նույն աճը, նույն վերապատրաստում, հա, եթե կարելի է այդպես ասել, նոր մեթոդներ կիրառել եւ ներդնել Հայաստանում եւ այո, մենք ունենք բավականին շատ ծրագրեր, որի շնորհիվ եւ գնում ենք առաջ։ Տիկին Մանյան, երեկվա տեսլականը, հա, հենց այսպեսին էիք պատկերացնում ձեր ճանապարհը, որ պիտի հարթեիք։ Երևի։ Ամենայն դեպս ոչինչ չի ուզենա փոխել։ Երազանքներն են, որ մեզ ուժ են տալիս, ու մեծ ուժ տալիս նոր դռներ բացելու։ Ամեն մարդ ունի իհարկե երազանքներ, թե աշխատանքի մեջ, թե կյանքի, իր անձնական կյանքի առումով։ Երևի թե առաջինը երազում ես քո ընտանիքի, քո հայրենիքի, քո ժողովրդի հանգիստ խաղաղ եւ վստահություն ունենալ վաղվա օրվա մեջ։ Այնտեղ ներառվում է եւ քո աշխատանքը, եւ քո հարաբերությունները, եւ ապրելակերպը, հա։ Երևի թե ինչ որ երազում էի, ես Փառք Աստծո այսօրվա դրությամբ ունեմ եւ որպես ցանկացած մայր երազում ես քո երեխաների իհարկե հաջողություն եւ առողջություն ունենալ։ Այո, հայրենասիրության ձեր դրսևորումը։ Ավելի շատ հայրենասեր եմ, քան հակառակը, չգիտեմ հակառակը որն է, անկեղծ։ Շատ եմ իհարկե ուզում, որ մեր հայ ազգը ապրի բարեկեցիկ եւ խաղաղ կյանքով։ Բավականին երկար տարիներ մենք լուրջ խնդիրների մեջով ենք անցել եւ
դա չի կարա հետք չթողնի նույն առողջության վրա, նույն մարդկանց հոգեպես հանգիստ լինելու առումով կարծում եմ դա ցանկացած մարդու երազում է, որպեսզի իր ազգը, իր հայրենակիցները ապրեն հանգիստ խաղաղ։ Տիկին Մալան, ենթադրում եմ, որ ղեկավարի հատուկ փոքրիկ նրբություններ, խորամանկություններ ձևավորեցիք, հիմնեցիք, ձեզ համար ստեղծեցիք։ Այ ղեկավարման այդ նուրբ արվեստում ինչն է ամենից շատ կարևորում, ինչպես է ստացվում այդ չափ մեծ սիրով ու սիրուն։ Երևի թե առաջինը հարգել գործընկերներին։ Այն փաստը, որ դու ղեկավար ես կամ ինչ-որ պաշտոն ունես, չգիտեմ, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ճիշտ ես անում։ Եվ իրոք շատ հաճախ տեսնում ես, որ գործընկերներիդ խորհուրդով ինչ-որ մի քայլ անելը բերում է հաջողության։ Հարգանք եւ էլի սեր, առանց դրա չի լինում ղեկավարել։ Դուք հիմա հաջողության ձեր բանաձևն ասացիք։ Երևի։ Հաջողության հասնելու համար ամենակարևոր նախապայմանը սերն է։ Եվ համբերությունը։ Այնտեղ, որտեղ մեզ սպասում են, մենք հայտնվում ենք ճիշտ ժամանակին։ Վստահ եմ, որ նման դիպվածներ նաև ձեր կյանքում եղան։ Հստակ ասեմ, այս պահներ կամ չգիտեմ, մի տեսակ դա ոնց որ ստացվում է ու համահունչ չես մտածում, այ որ չգնայես ինչ տեղը չէր ստացվի, իհարկե այդպես է։ Եթե չբերվեր օրինակ լազերային սարքավորումը, ես չէի աշխատի Ավագյան կենտրոնում, իմ երևի թե կյանքը ուրիշ ձևի կդասավորվեր, ուրիշ մթնոլորտ կլներ, չես ֆիքսվում, որ այսօր այդ պահն է, որ ես ճիշտ տեղում հայտնվեցի, հա։ Շնորհակալ եմ շատ եւ շատ մեծ ձեր ու շատ մեծ համբերություն եմ ձեզ մաղթում։ Շնորհակալ եմ նույնպես։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։